Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Երբեմն կյանքը մեր առաջ անլուծելի խնդիրներ է դնում, որոնք հաղթահարել չենք կարողանում։ 80-ամյա Ռոզա Սարգսյանը սակայն կարողացել է համակերպվել ճակատագրի հետ եւ այսօր ապրում է սիրով ու սեր տալով։ Ռոզա Սարգսյանը շուրջօրյա խնամքի կենտրոններում բնակվող 670 շահառուներից մեկն է եւ պատրաստ է այսօր մեր տաղավարում խոսել վիճակագրական թվերից այն կողմ ապրած իր կյանքի եւ այդ կյանքի բարդությունների մասին, քանի որ թվերը լուռ են, իսկ մարդիկ ոչ։ Որն որ ես քաղաք եմ, չէ՞ գնում, ամեն շորից հետ մի բան հագնում եմ։ Ինձ մոտենում են ու կանայք հիմնականում, ասում են, վայ, ոնց ես քայլում, մենք չենք կարում։ Նայում են, չգիտեմ, ինչ պատասխանեմ, ասեմ մի հագի կամ հագի, ասում են փորձեք էլի կկարողանաք, կամ են չգիտեմ ինչ են պատասխանում, շատ եմ սիրում բարձր, սա ինձ կանացիություն է տալիս, ես սրա մեջ ինձ շատ հանգիստ եմ զգում, ոնց որ մեր տանալին եմ, սիրում եմ էլի կոշիկներ, գեղեցիկ հագուս, բայց չգիտեմ ումից եմ ժառանգել։ Ես Ռոզա Գուրգենի Սարգսյանն եմ, չեմ ամուսնացել, ընտանիք չունեմ, ապրել եմ եղբորս ընտանիքի հետ 15 թվից, ես հայտնվեցի ծերանոցում ու ինձ համարեցի ամենաերջանիկ մարդը, որտեղ այդ ժամանակ ապրում էի ինստիտուտում, որտեղ աշխատում էի եւ ամաչում էի էլի, որ այդ մարդկանց ինձնից ոչ մի բարձ բան չէին վերցնում, շնորհակալություն իրանց, ու ես հայտնվեցի այստեղ, հա, եթե առիթներ ա լինում, բարեկամների ծնունդ, կնունց, կամ ցավալի դեպք, կամ չգիտեմ, ես ասենք ուզում էի հիմա գնայի, հիմա չէ, բայց լսեցի, որ բանը Լուվրի թանգարանը բերել են պատկերասրահ, ուզում էի գնայի, բայց մտածում եմ Անահիտի գլուխը տեսնելու համար 5000 էր, հիմա ինչ կլինի, գուցե չկարողանամ գնամ, այտենց ասի կճշտեմ նոր կգնամ, թանգարաններ եմ գնում, մեկնումեկին էլ հետս եմ տանում, ամենալավագույնը օրվա ավարտին, ժամը 6-ի կողմերը, ես որևէ մեկի հետ կամ միայնակ իջնում եմ Մայրամաստվածածնի բակը, այնտեղ նստում եմ, կամ գիրք եմ կարդում, կամ հիանում երեխեք են վազվզում, մի ժամ այդպես նստում եմ, հենց եկեղեցին փակում են, ես էլ հետ եմ գալիս տուն։ Վարձով չեմ ապրում, ուրիշներին նեղություն չեմ տալիս, ես շնորհակալ եմ այն կազմակերպությանը, որը հնարել է այս ծերանոց բառը, ու տեղանքը ու տարածքը, որտեղ ես եմ գտնվում, իմ նման շատերը, որոնք կապ չունեն որևէ, գիտեք ինչ, ես մենակ մի բան եմ ասում, մի բան եմ ցավում, որ երեխա ունեցողներ էլ կան շատ։ Անկեղծ ասած, ես ինձ ստեղ շատ լավ եմ զգում, որովհետև իմ հետևից ոչինչ չեմ թողել, որ ափսոսեմ կամ համեմատեմ։ Հետևաբար սա ինձ համար թագավորական տեղ է։ Ես ինձ արքա եմ զգում ստեղ։ Տիկին Ռոզա, բարև ձեզ, շնորհակալ եմ, շատ ուրախ եմ ձեզ այսօր այստեղ տեսնել։ Ես եմ շնորհակալ։ Ասում են երեխաները ծաղկի պես են, ինչ սերմանես, այն էլ կաճի։ Ձեր մանկությունը ինչ որ պահից սկսել է շատ ցավոտ ու դաժան լինել, հա։ Կխնդրեմ պատմեք, թե երբ կորցրեցիք ձեր մայրիկին, որ տարիքում եւ դրանից հետո ինչպես ձեր կյանքը դասավորվեց։ Շատ հիվանդոտ երեխա էի, ծնվել էի 7 ամսական ու անդադ հիվանդ էի։ 61 թվին ավտովթարից մահացավ մայրս, ու ասես ես հասունացա։ Քանի տարեկան էիք։ 14 կամ 10, մի քիչ ավել գուցե, չեմ հիշում։ Բայց ես երեխա էի, այն ժամանակ երեխաները այդքան արագ չէին հասունանում, ես էլ որ հիվանդոտ էի, ինձ հետ ավելի նուրբ են վարվել։ Երևի մեծ եմ եղել 14-ից, հա։ Ու մայրս ոնց որ իր հետ տարավ իմ բոլոր ցավերը, մի անգամից հասունացա, մոռացա հիվանդություն, ամեն ինչ, ու անչափահաս տարիքից սկսեցի աշխատել։ Հացի գործարանում 3 սմեն, չգիտեի ինչ բան է աշխատանքը, այդ հոսքագծեր, այդ ամեն ինչ, ինձ համար երազ էր թվում։ Բայց չգիտեմ, երևի նախախնամությունն էր, ինձ օգնեց, ես կարողացա
պատվով դուրս գալի դժվարություններից, կարծում եմ։ Ում հետ էիք ապրում, ձեր հայրիկի հետ էիք ապրում։ Այդ ժամանակ հայրիկիս հետ էի ապրում, հետո երևի հորս էլ էր բախտ վիճակված, էլի դժբախտանար, ամուսնություններ եղավ մի քանի, վերջում մի կին իր երեխայի հետ եկավ հորս հետ եւ արդեն նա պատրաստում էր երեխա ունենալ, ասելով որ հորս հետ է եղել ժամանակին, ու մի օր էլ արդեն ես սովորելու տարիքում աշխատելու հետ զուգահեռ սովորում էի հերթափոխային դպրոցում, Զեյթունում կար այդպիսի մի դպրոց, բայց հորս կին ասեց դու չես, հայրդ պարտավոր չի քեզ պահի, դու արդեն մեծ աղջիկ ես, պետքա գնաս աշխատես։ Դե ես էլ լսեցի, որտեվ ես չեմ սիրում բանը ինձ մի անգամ են ասում, ու տենց դու չգնացի դպրոց, բայց ուսուցիչս Չոբայրյան ազգանունով մի տարիքով մարդ էր, լաց էր լինում, եկավ ասում է, ախր մի խոսքով գտնում էր, որ ես եթե սովորեմ, կարողա կարգին մարդ դառնայի։ Դե այդպես սովորեցի։ Կիսատ թողեցիք, հա, ուսումը։ Համարյա 8-րդ դասան չեմ ավարտել։ Չեմ ավարտել, բայց շատ եմ սիրում գիր, գրականություն, արվեստ, արվեստի մարդկանց պաշտում եմ, շատ եմ սիրում։ Ու այդ պահից սկսած հացի փռում աշխատեցիք, թե այլ աշխատանքի անցաք։ Հացի ցեխում աշխատում էի, բայց դա որ գործարան էր, ինձ տարան կանդիտերիայի ցեխ, այնուհետև տորթի ցեխ, հետո տեղից երևի լավ երեխա է, չգիտեմ, բոլորը ինձ գուրգուրանքով էին մոտենում, տորթի ցեխ տարան, որից հետո կարծեմ 65 թիվներ դա գործուղեցին որոշներին, ինձ էլ իրանց հետ Կիև, Լենինգրադ, Մոսկվա, այս ժամանակ արդեն երևի 20 կամ 29 մոտ տարիքում էի, ու իրանք ինձ այնքան լավ էին վերաբերվում Մոսկվայի փողոցներում, ես թանգարան էի վազում, իրանք խանութ, հետաքրքիր էր, մի խոսքով։ Փաստորեն ձեր խորթ մայրը այդքան էլ բարեհաճ չի եղել ձեր նկատմամբ։ Ինչպես է ձեր կյանքը անցել, հա, նրա, ձեր պատանեկությունն է փաստորեն ավելի բարդ եղել։ Եթե կարելի է կարճ ասեմ, ինչը ստիպեց ինձ հեռանալ տնից։ Տնից հեռացել եք։ Այո։ Ես տնից հեռացա, աշխատանքի էի գնում, ամաչում էի, շատ ամաչկոտ էի, հատկապես ուտելու հարցում, հիմա էլ եթե տանը մենակ լինեմ, չեմ ուտի, կամաչեմ, թվում է թե պատեր ինձ մեղադրում են։ Մի օր այդ ցեխի պետը երիտասարդ տղա էր Թափալցյան ազգանունով, որտեվ տենց համանուն գրող կա, հիշում եմ իրան, անունը չեմ հիշում, ասեց եթե դու առաջիսում ես ուտելու բան չի կարելի ներս բերել, բայց եթե դու չուտես, մենք չենք թողնի դու աշխատես, քեզ չենք թողնի, երևի խղճում էին գուցե ներքուս, չգիտեմ։ Դե որ տենց ասեցին, ինձ թվաց պարտադիր է ուտելը, առավոտը արթնացա, հորս կինը ճաշ էր, կար կաթսայի մեջ մի քիչ ճաշ, ես լցրեցի, տաքացրեցի, լցրեցի, երեխա ունեին իրանք արդեն այնքան էի սիրում, շատ սիրուն տղա էր, աղբերս։ Կինը շատ բոյով էր, նենց գեղչկական, տենց երեխուն գրկած մոտեցավ, գլխավերևս կանգնեց, ասեց, էդի մեյփաշ ճաշնամիք էր։ Ասեցի, բանդեղ ասել եմ պտի ուտես, պատկերացրու իմ մի համտությունը, ինքը ճաշը լցրեց վրաս, հայրս կողքը լրագիր էր կարդում, գնացել պապա, տես ինչ արեց։ Ասում եմ մոնդալագուտ, որ չի թողում դու էլ մի կեր էլի, այսինքն այդ խոսքը կնոջն էր ասում, ոչ թե ինձ, պարզ էր, որ կնոջ վրա արդեն չէր կարողանում, որտեղ տարիքով մեծ մարդ էր, իսկ նա երիտասարդ կին էր։ Այդ տուն չգնացի աշխատանքի, այնտեղ մի կին կար, դրոժավար էր, վերևի հարկում ինքը առանձին ազատ տարածք կար, որը կապ չուներ ղեկավարության հետ, ինձ տարավերև 2 օր ես տուն չեմ գնացել, տեղ եմ գիշերել, ինքը ասեց երեխա չուներ այդ կինը, դիմացի շենքում էր ապրում, ասեց որդե գրեմ, ասում Մարուսեցա չեմ կարող ես քեզ մամա ասեմ, իսկ դու դրա կարիքը ունես, մեծ եմ ասում չեմ կարող, չեմ ուզում ձեր համար հոգս լինեմ, ասում տեսնեմ ինչ կլինի ինձ հետ, մենակ ասում եմ, եթե ես կողքից նայում եք էլի շնորհակալ։ Հետո դե հայրս եկավ գործարան, պրախատնոյ կոչված այդ հատվածը, ասեց ձեր հետևից էր եկել։ Իմ հետևից կնոջ հետ։
Ասեցի պապ չեմ գա, ես քեզ շատ եմ սիրում, բայց չեմ գա, որովհետև դու ինձ չես կարող պաշտպանել, նրան էլ չես կարող կարգի բերել։ Գոնե դու կարգին ապրի, ասեցի, ես կմնամ։ Այդ ժամանակ իմ եղբայրը ինձնից 5 տարի մեծ էր, գնաց Ներողություն, ձեր հարազատ եղբայրը թե խորթ մորից խորտ մորիցը դեռ մեծ չէր, բայց շատ սիրում մեծ Նաև հարազատ եղբայր Հա, ունեք։ ունեի ես հարազատ եղբայր, չար ավազակ էր, 5 տարի ինձանից մեծ էր։ Մորաքրոջս տանն էր մնում, չներեց հորս, որ ամուսնացել է ու չէր գալիս տուն։ 1000-ից 1 էր գալիս, ինձ տեսնում, տենց գնում էր։ Մորաքուրս եկավ ինձ տարավ իրանց տուն։ Բայց ես արդեն աշխատում էի գործարանում, իմացան, տնօրենը մի շատ լավ մարդ էր, ասեց գնա ձեր մուտքից 2 հոգու ստորագրությամբ, որ քեզ հորդ կինը վատ է վերաբերվում, մենք քեզ բնակարան տանք, ասում եմ մամա չեմ, գնամ ասեմ հորս դեմ բողոքեմ, չեմ կարող, ասում եմ, չգիտեմ ինչ կլինի։ Տեսեք, ճակատագիրը լավ ա եղել, բայց ես չեմ հասկացել ամեն դեպքում։ Հետո մի օր Չափից դուրս պարզ եք եղել, մաքուր եք եղել։ Այո, ազնվությունը այն Նարդոսի, չգիտեմ, այդ հերոսներից էր էլի, երևի, չգիտեմ, դրանք են ինձ դաստիարակել, մեր դասական գրողները ինձ դաստիարակել են։ Ես դաստիարակություն չունեմ ծնողների կամ հարազատների։ Բոլորը ինձանից սպասել են, զարմացել են, որ ես կարող եմ մի վատ բան ասենք, տեսել եմ, չեմ վերցրել, գցեմ ավելի հարմար տեղ։ Կարող է զարմանան, բայց չեն մեղադրի, հասկանում եք, ինձանից սպասում են այդ բաները, թե ինչի չեմ հասկանում, գուցե մի խոսքով Ձեր մորաքրոջ հետ ապրեցիք, այսինքն սկսեցիք ապրել մորաքրոջ եւ եղբոր հետ։ Չէ, եղբայրս էլի Կորեայի ձորում բնակարան ունենք, մինչև հիմա էլ ունենք, ով մտավ դուրս չի եկել։ Թղթերով ամեն ինչով բնակարանը մերն է, գնացի ասեցի, դրանք շատ ինքը ոստիկան էր, այն թվերին ժանդարմներից էլի չէի կարա, ավելի լավ ասեցի ապրի, ես էլ ոնց կնենք ապրեմ, չգիտեմ։ Եղբայրս հետո անծանոթ մարդու եք տվել տունը։ Անծանոթ չէր, այդ մարդը իմ դասարանի մարդ էր, մենք սկզբից Կորեայի ձորում էինք։ Հարազատ չէր, բարեկամ չէր ամեն դեպքում։ Չէ, ընդամենը հարևան էր, հիմա այդ դուռը փակած էր մնում, թե բաց, ասեց փեսաս կգա, մենք դուրս կգանք, երբ որ դուք ուզեք։ Դե ինքը գիտեր, որ մենք Զոնքաչի տանն ենք ապրում եղբորս, էլի։ Այն վատ տարիներին Կորեայի ձորը կտրված էր ամեն ինչից։ Էլի այս երրորդ զանգվածը մոտ էր շուկային, կարող էինք մի բանով զբաղվենք, թեև չարեցինք, ու տենց ապրենք։ Մի խոսքով բանը չեմ հիշում, հա, մորաքրոջս հետ էի արդեն, նրա ամուսինն էլ թևը վնասված էր, չէր կարող աշխատել եւ աշխատում էր այն ժամանակ այդպես էր, շինարարությունը բանով էր, եղանակի հետ էր կապված, ձմռանը արդեն չէին աշխատում։ Այս մարդն էլ ծույլ մարդ էր հավանաբար, աշխատել չէր սիրում, միշտ էլ չէր աշխատում, կինն էլ ընդհանրապես չէր աշխատում, ոնց որ մենք էինք իրանց օգնում, էլի։ Չեմ հիշում, որ իրանք աշխատել են։ Մի անգամ մորաքրոջս ամուսինը խոպանա գնաց այդ կոչվածը, որ տղային ամուսնացրել, բայց բարի մարդիկ էին, էլի ուղղակի տենց էր, չգիտեմ։ Ինչքան ապրեցիք մորաքրոջ տանը։ Մի քանի ամիս ապրեցի, հետո մի օր աշխատավարձ էի ստացել, դե բերում է Իրան է տալի, ասեց գնանք խանութ, գնացինք խանութ, ճանապարհին մի կնոջ հանդիպեցինք, կինը մորաքրոջս ասեց, բա այդ երեխենով է, ասեց բանը, քվորս եթիմն է, ես եմ պահում։ Ես երևի ասել եմ, որ արժանապատվություն ունեմ, ես գնացի հորս ասեցի, այս մի բանը պետք է անես, Լյովային ամուսնացրու եղբորս, գնանք Կորեայի ձորում մենք ապրենք, ես չեմ ուզում, որ ինձ ինչ-որ մեկը պահի կամ ինչ-որ մեկի համար հոգս լինեմ, ոչ մեկի համար հոգս չեմ ես, եթե կարող եմ կօգնեմ, իսկ եթե չէ, ես կհեռանամ այդ տարածքից, չեմ էլ կանգնի։ Մորաքրոջից էլ հեռացաք։ Այո։ Մորաքրոջից էլ հեռացանք ու եղբայրս ինձ մի լավ աղջիկ հանդիպեց իրան իր տարիքին։ Մենք իրար սիրում ենք երեքով, հետո որ իրանց երեխան ծնվեց, քնարիկս մորս անունը դրեցին, պաշտում եմ, հիմա էլ ինքը կա։ Կապը կա։ Հա, հիմա էլ ես իրան էլ եմ սիրում, իր երեխաներին էլ, իր թոռներին էլ, որ աղբորս ծոռներն են։ Գժում եմ բոլորի համար, անմնացորց, կարող է իրանց համար հիմա գլխապատակ չգիտեմ ինչ անեմ, Աստված իրանց առողջ պահի, այդպես։ Շատ լավ, իսկ ուր հեռացաք
Մորակրոջ տանից ուր հեռացաք, որտեղ Եղբայրս սկսեցիք։ ամուսնացավ, գնացինք Կորեայի ձոր, այնտեղ դեռ մարդ չէր ապրում, չենք տվել, բանալին մեր ձեռքներ, ու մենք ապրեցինք, երեխան ծնվեց, ընտանիք էինք, հյուրեր էինք գնում, հյուր էինք գալիս, հարսանիք էին հրավիրում, կողքի մարդիկ արդեն, մենք ինտեգրվել էինք այդ ձորում։ Հետո Թվում է թե արդեն ամեն ինչ կարգավորվել էիք, ձեր տեղը այո, գտել էիք։ Հետո ինչ պատահեց Տիկին Ռոզան։ հետո պատահեց, ինչ որ պատահեց մեր բոլորին, մեր ազգին։ Գործարանները փակվեցին, կյանքը կանգ առավ, միանգամից 2000 թիվը դառա մի ուրիշ հոգս, ոնց որ այ հիմա բոլորիս ուսերին կա այս 2000 թվի բեռը, մեղքը, չարությունը, ամեն ինչը, մարդկային ագահությունը, որ դեռ շարունակվում է որոշակի չափով, մի խոսքով խառնարան, ու մենք չենք կարող, մենք գործարանի լավ աշխատողներ ենք եղել։ Դուրս մնացիք գործարանից։ Փակվեց գործարանը, ամեն ինչ փակվեց, բայց հույսը դեռ կար, որ մի բան կլինի, ու այդպես չեղավ, բայց բանը մենք հետո մի օր էլ դեռ աշխատում եմ, մի օր գործից գնացի տուն, տեսա Կորեայի ձոր, տեսա մեր դուռը փակ, իրերը տանը չեն, հարևանին ասում եմ, բա ինչ ա եղել, ասում է ձեր զոնքաճը եկավ, հարցիս մայրը, որին մամա եմ ասել, անենց լավ էր պահում մեր եղբորիս երեխաներին մեծագույն հարգանքով, ասեցի, բա ուր, ասում է ձեր մաման եկավ, ամբողջ վեշերը հավաքեց տարավ, ասեց այս մթին ստեղ ոնց ապրեն։ Մեր երեխաները Մասիվում գնում էին մանկապարտեզ, մենք շաբաթ-կիրակի էինք միայն տեսնում, գալիս էինք ձոր, այդտեղ ապրում էինք, առավոտը գնում էինք գործի, երեխաները տատեի մոտ էին, դա մեզ երջանկացնում էր։ Դե հետո մենք էլ, հետո վեշերը, ինչ որ իրերը մեր որոշակի տարել էին, գնացինք, ներքուստ ուրախացա, որ այդքան ձորը ոտքով էին գնում գալի, տրանսպորտ չկար, մութ, բան։ Այդպես ապրեցինք Զոնքաչի տանը, մինչև որ Զոնքաշն էլ մահացավ, եղբայրս էլ, եղբորս տղան էլ, պատերազմում զոհվեց եւ այլը, տենց այդ տունը վաճառեցին։ Իրերը չգիտեինք ուր տանենք, ես ինստիտուտում էի աշխատում, հասարակ աշխատող եմ եղել, ոչ մի բան։ Խնդրեցի, ասեցին, ստեղ պահեստներում տեղ կա, բեր տեղավորենք։ Ու ես ինստիտուտում որ աշխատում էի, արենդատորներ կային, տղաներ, որոնք փայտամշակման արհեստանոցներ ունեին, մի օր դրանց տերը եկավ, կամ շեֆը, չգիտեմ, եկավ, ասեց, ամբողջ օրը ստեղ պարապես մնում էլի գործից հետո, իմ տղաները մի քանի հոգի են, ասում, պերերիվ են բերում, գաս օգնես, պետք լինի կվճարենք, ոնց դուք ուզես, ասեցի, թե չվճարեք կգամ։ Գնացի իրանք տանից ուտելիքը բերում էի, ես տաքացնում էի, սեղանը պատրաստում էի, դուրս էի գալիս, իրանք ուտում էի, հետո գնում էի, հավաքում էի, արագ լվանում էի, իրանք շուն ունեն, այդ շանը շատ էի սիրում, այդ շանով էլ էի զբաղվում։ Այսինքն ձեր եղբոր մահից հետո արդեն որտեղ սկսեցիք ապրել։ Եղբորս մահից Շարունակում էիք ապրել նույն տանը, թե չէ, եղբայրս որ մահացավ, եկավ այդ Կորեայի ձորի այդ ոստիկանը, ասեց, որ փեսաս գնացել է, չկար, կնեմ արդեն երևի գիտեք, տունը տվեք, երբ որ կգաք եւ այլը։ Այտենց էլ իրանք դուրս մնաց իրենց չեկան, տունը։ մեր վեշերը բերեցի ինստիտուտ, պահեստներում տեղավորեցի, հարցս գնաց Աչափնյակում քույրներ ապրում, Միսենյականոցում, ընդեղ դեռ տղան չէր մահացել, ընդեղ որ վիրավորված էր եկել, հիմնականում այդ տունը որ վաճառեցին, իրանց էլ գումար տվեցին դեղերի, էլի, այտենց, հնել չօգնեց ամեն դեպքում, սա հասարակ պատմություն արդեն մեր կյանքում, չէ։ Այդպես բանը Դուք իրերը տեղափոխեցիք գործարանի տարածք, այնտեղ սկսեցիք, ձեզ տեղ հատկացրեցին, հա, երևի ապրեցիք ես այնտեղ միայն ապրեցի մի քանի տարի գործարանում, որից հետո տարիքս լրացավ ծերանոցի, եկա ծերանոց, բայց այդ տղաները ինձ միջև հիմա միշտ հիշում են, գալիս են, պետք եղած օգնում են։ Տիկին Ռոզա, նաև ճակատագրի բերումով ձեր ինքնագնահատականն էր, հա, ընկած։ Մի անգամ զրույցի ժամանակ ասացիք, որ դուք ձեզ գեղեցիկ չէիք համարում։ Այո, ես Ինչու։ Ես նախ այդ մամաս որ այդպես եղավ, իմ աչքը չի տեսնում, ձախ աչքս, ինձ էլ ինչ որ բան բաժին հասավ։ Սթրեսից, ապրումներից, սթրեսից։ Չէ, բանը
աչքս վնասված է, Հա, ասեց, ըհը, չի տեսնում ինքը։ Հասկացա։ Ես դա դպրոցում եմ դեռ հասկացել։ Մի աղջիկ սենց բերում ա ճյուղը ինչ-որ, մակարդ ես շրջում եմ, տեսնում եմ ու հասկացա, ես գնացի տուն, ասում պապա, ես չեմ Չեմ տեսնում։ տեսնում։ Այսինքն դրանից եք նաև կոմպլեքսավորվել։ Շատ, այո, ես որ ինձ ուզում էին լավ բան ասեն, կարծում էի ձեռ են առնում։ Թեև ես որ հայելու մոտ կանգնում էի, հասկանում էի, որ այդքան վատ չեմ, բայց մի անգամ ես մի ծանոթ կնոջ հարցնում եմ, ես որ քայլում եմ, այնտեղ աղջիկներ են գնում, ես էլ եմ այտենց երևում իրանց նման, թե ես նիվիսիմ Սա ինչի համար եմ ասում, որտեվ չկար մեկը հարազատ, որ այդ հարցը տար, օրինակ եղբորս թորը մեր տան էր, աղջիկ էր շատ սիրում, բոյով, չքնաղ մի աղջիկ աննաս, բայց ես հայելին դնում էի իր առաջ, ասում էի, որ ծամոն ես սամոն կամ ինչ-որ բան ես անում, հայելու մեջ նայ, թե քեզ դուր է գալի, շարունակե, թե չէ, ինքը շատ անմիջապես հասկանում էր, չի կարելի, մի խոսքով ես չունեի մեկը, բայց ես իրան ասում էի, որ դու շատ գեղեցիկ ես, Աննա ջան, շնորհքով, աշխատի հանկարծ բաներ թույլ չտաս, որ կորցնի քո հետ, մի խոսքով, ինձ ոչ մեկ չի ասի, ես չգիտեի ով եմ։ Իսկ ձեզ շատ է խանգարել այդ ցածր ինքնագնահատականը կյանքում։ Այո, շատ։ Ես միշտ մտածել եմ, այս ինչ որ լավ բան կա, իրան կարելի է, ինձ չէ։ Այդ համով բանը իրան կարելի է, ինձ չէ։ Ոչինչ որ ես շուտեմ, ոչինչ, ես կանեմ, դու մի արա, յանի քեզ չի կարելի, հիմա էլ ծերանոցում, մի կին մոտս կային, որ տեսակ են ներքին, ամբողջ օրը պարկած, ասում լավ, քուրիկ ջան, մեկը պտի իրանից հետո էլի անեմ, ավելի լավ, քեզ դուր ա գալի պարկելը, պարկի քուրիկ ջան, ես կանեմ, ոչինչ, ես չեմ հոգնում, կյանքումս չեմ հոգնել։ Տիկին Ռոզա, դուք շատ գեղեցիկ եք։ Նույնիսկ Այո։ Բացի արտաքին գեղեցկությունից, նաև ձեր հոգին է գեղեցիկ, հա, հոգու գեղեցկությունը եւս շատ կարեւոր է։ Դուք ինչպես եք կարողացել այդ գեղեցկությունը պահպանել։ Չգիտեմ ունեցել եմ թե չէ, բայց ես գուցե ձեռք եմ բերել ուրիշների սխալներից ելնելով։ Ես տեսել եմ, որ շարժումը գեղեցիկ չի, որ հագուստը դրան չի սազում, որը մի խոսքով այդ կան չէ վատ հատկություններ մարդու, որ ավելորդ քիթ փորել, չգիտեմ ես սա ասեմ, որ հասկանաք մոտավորապես ինչ եմ ասում, կամ նստելու ձևը, կամ եթե երիտասարդ էի, հիմա էլ եմ այտենց, եթե մեկը անցյալ օրը ես ավտոբուսի մեջ էի, գյուղից էի գալի, մեր երեխու կնունքներ, ես գալիս էի եկան մի խոսքով հիմա ճանապարհը փոխվել է բանով ձգանխանութից թեքվում է դեպի այդ Շիրակի փողոց այն ժամանակ ինչ էր հյուրանոցի մոտ հա այդպես է գնում Զաքյան պրոսպեկտ հա այտենց ես տեսա մի կին առաջի դռնից բարձրացավ ես էլ վարորդի հետ բարձր տեղը նստած եմ երեխան գիրկը վայ ասեցեք հաստատ գիտեի որ ոչ մեկը չի վեր կենալու այդ կինը տեսավ որ ես տատիկ եմ ասես չէ դուք նստեք ինքը գնաց այստեղից մի ուրիշ աղջիկ փորձեց վեր կենել ասում եմ երեխեք ջան ես չեմ նեղանում որ դուք չեք վեր կենում ես ուզում եմ որ դուք հասկանաք 2 րոպե հետո իջնելու եք դուք ժամերով կանգնում եք որտեղ պատահի զանգը որտեղ խփում է հեռախոսի չեք էլ նայում անդունդի եզրին եք թե ջրի ափին որտեղ ասես կանգնում հեռախոս եք նայում չեք կարող 2 րոպե կանգնեք կինը նստի երեխան գիրկա ախր դուք էլ եք վաղը մայր դառնալու ձեր sense բաներ Տիկին Ռոզա երիտասարդ տարիքում եք միշտ սիրել գեղեցիկ հագնվել այո շատ մի բան ասեմ գուցե ամոթա բայց ասեմ ես կարճ էի հագնում այն ժամանակ մոդա էր բոլորն էին հագնում բացարձակ ամոթ չի հա ամոթ չէր բայց բոլորին կարելի էր ինձ չէ ինչու այսինքն թույլ չէին տալիս ձեզ ինչու չէր կարելի չէ գիտեք ինչ դուք եք ձեզ հա ուրեմն ես բարձր էի հագնում ինչպես միշտ հագնում էի բարձր սպիտակ կոշիկներ սպիտակ կարճ շոր կրիկլինից այդ օրը ես հիշում եմ մազերը միշտ շատ շքեղ եմ արել չգիտեմ բիգուդիների վրա եմ քնել ոչ մի օր իմ մազերը տենց չի եղել ու ես երևի այդ քանդած շուկան դուք գիտեք չէ այդ շուկայի մոտ պետք է իջնենք վարորդին ասում եմ ստեղ կանգնեք իջնեմ խնդրում եմ ասեց շուտ իջներ էլի դու իմ ավտոն չնստես ասում
այդ տեսքից գուցե ինքը նայեց երևի մտածեց, չգիտեմ, իր մոտ ինչ էր արթնացավ, ինչ հույզեր, ինչ բաներ ես չեմ հասկանում։ Հիմա էլ այս տարիքում էլ կան մարդիկ, որ չգիտեմ, ինձ ոչ մի բան չի կարելի, հասկանում եք։ Ես ինչ անում եմ։ Դուք եք այդպես տրամադրվել։ Գուցե ժամանակին ձեր կողքին չի եղել այն հարազատ մարդը, որ ձեր մեջ ձեր ինքնագնահատականը կբարձրացնի, ձեզ լավը կասի, ճիշտը, հա, ցույց կտա կբացատրի։ Դրա համար դուք չեք կարողացել երևի ինքնուրույն հաղթահարել այդ կոմպլեքսները։ Ես աշխատանքի ժամանակ մենակ ինձ լավ էի զգում, այնտեղ էլի ես եմ այդ դրա հեղինակը, ասենց ասեմ, մի օր ժողով էր, ամբողջ գործարանը ժողով էր անում, ինձ ասեցին դու պետք է ելույթ ունենաս, ես համապատրաստի վեր կացա, ասեցի ես ուզում եմ հասկանալ, դուք չեք կարող մեզ խալաթներ տակահակնենք, որ ոնց որ շուկայում լինենք, ով ինչ գույնի շորեր ասես, հակած աշխատում ասեցի, ոնց որ ուր պետք է փախնենք, բանս, ես տպավորություն ասող զարմացա, ես էլ զարմացա, հաջորդ օրը մեր գլխավոր ինժեներին աշխատանքից հանեցին, տեղափոխեցին։ Մի օր ինձ տեսավ, ասում է խիտ ինձ արեցիր, ասում եմ ինչ, ասում է ինձ աշխատանքից քո այդ ելույթը, ասում եմ բայց ճիշտ է, ասում է բա ինչ էիր որ ճիշտ չէ, ճիշտ չներ քեզ է կանեն, ու մեզ խալատ տվեցին, հետո գլխարկներ պետքա դնեինք, որտեվ եղել է դեպք կանվերային սիստեմ էր, կռացած ինչ որ մազերը քաշել էր ինչ որ մեկի, այդեն դեպքեր եղել, եւ ես չիմանալով այդենց ասեցի, ես չգիտեմ այդ որտեղից հնարեցի, ասեցի չեմ իմանում, ու այդ խալատները իմս միշտ կրախմալած կապտա սպիտակագույն անթերի, ես ունեի երկուսը, մեկը նստած աշխատում էի ուպակովկայանում, մյուսը կախած էր, հենց որ ինձ կանչում էին դուրս կամ մի բանի, ես այն էի ակնում, որ ճմրված չլինի, այդ խոսքը միշտ ասում եմ նշանս հետ կտա։ Տիկին Ռոզա, ասում են ժամանակը այո բուժում է վերքերը, բայց թողնում է սպիներ, ձեր մեջ կան սպիներ, որոնք դեռ թարմ են, որոնք ձեզ ցավ են պատճառում, թե հաղթահարել եք այդ ամենը։ Ես հիմա էլ չեմ ես գիտեք, մեր մոտ 3 չափահաս, գուցե անց չափահասից աղջիկ ու տղաներ են բերել, որոնք մանկատնից են բերել, որոնք չունեն իրանց մտածելակերպը, ուղեղը այսքան է, էլի, երեխայի ուղեղը չեն հասկանում, ինձ որ տեսում են, վայ, ծտերը եկան, ես մենակ եմ, չէ, իշնում, ծտերը եկան, այդ ինչ սիրուն է, սենց բաներ ասում են մի աղջիկը, որը 34 տարեկան է, բայց որ նայես կմտածես երեխա, տղա էլ կա տենց, անցյալ օր եկին Ռոզա փլավ ենք ուզում, կտաս ուտենք, կամ ինչ-որ բան, որ հյուրասիրել եմ, այդ համը հիշում են, գալիս են այդ են ուզում, ես իրանց համար ամեն ինչ անում եմ, ինչ ուզում են ասեն, նրանք չեն հասկանում, ախր երանի չէին տա, որ իմ նման լինեին, բայց էլի ծերանոցում կամ մանկատնում, ու կա մեկը մեր մոտ, որ ասում է, ես համալսարան եմ ավարտել Լոմոնոսովում վերապատրաստվել եմ, այդ երեխա համար ասում է, դասկի տեսնես մի հատ գիր կարդացել, ասում եմ աղջիկ ջան, նա անուն արտասանել չգիտի, որ հարցնես քանի տարեկան ես չգիտի, դու դրանից ոնց ես նեղանում, ես չեմ նեղանում մարդկանցից, միշտ մտածում եմ, որ ինչ-որ բան խանգարել է, որ նրանք ստեղ են, ծերանոցում։ Տիկին Ռոզա, ինչպես եք հարմարվել ծերանոցում, խնամքի կենտրոնում, հայ, ձեզ համար հեշտ է եղել, թե դժվարությամբ եք հարմարվել։ Ասեմ ոնց, ես որ եկել եմ ծերանոց, ես նաև աշխատել եմ, թողել են, այն ժամանակ ինտերնատ էր։ Այո, տոն ինտերնատը։ Այո, ես գնում էի առավոտ աշխատանքի, երեկոյան գալիս էի, ես ապրում էի մի կնոջ հետ, որին չեմ սիրել իր ամբողջ կյանքում, դա 8 համարի տրոլեյբուսի ռուս վերան էր, որը հայհոյում էր, ցանկացած պահին ուղևոր էր։ Վարորդն էր։ Իջեցնում էր շտանգաները, հայհոյում էր, տղամարդու նման ասում էր դուրս եկեք, չեմ քշում։ Այս տեսակ կին էր, կանազ էր քշում, կանազ Մարքս մինչև այտենց։ Ու իրան գիտեի, որ տեսնում է ինքն է, ես էլ այդ տրոլեյբուսը չէի նստում, որտեղ այդ խուժան կնոջ չէի սիրում։ Պարզեց ու դրա հետ եմ ապրելու։ Ահա որ էր։ Սարսափելի հայհոյանք, բան իմ փրկությունը, որ առավոտը գնում էի գործի, իրգունը գալիս էի, դուք ռուսների մասին արդեն գիտեք, այն թրջուններից որ մի բան գցում ես բերանը, հանում է լուսաշխար, այտենց մի կերպ յոլա է գնում, առավոտը էլի գնում էի գործի, սա էր իմ իջա մի օր տնօրենին խնդրեցի, ասում չեն կարա դրան օր, էլի դու յոլա ես ստանում, բայց մի օր ինքը դանակով հարձակվեց ին վրա, հարձակվեց, գնացի տնօրեն, ասում այդ գժի հետ ինչքան կարողանա, գիշ չի, ասի սխալվել եմ, պարոն, սխալ տեղ եմ եկել,
ու դուրս եկա։ Սպասի տիկին օրես գնում էլի, քո հետ ինչ խոսամ, ու տենց այդ Բայց փոխեցին հետո թե միջև չէ, դե հիմա որ իր հետ դանակով չեք ինքը արդեն, հա։ փորձեց, Ահա։ մի քանի ամիս անց մի եզդիկին կար, նամահացավ, այնքան աղոթող կին էր, ողորմի իրան։ Պատուհանի գոգից բոլոր գնացող եկող մարդկանց աղոթում էր, միջանցքում աղոթում էր։ Մահացավ իր տեղը ինձ տարան։ Շատ փնթի սենյակ էր, կեղտոտ, բայց Մաքրել եք։ այդ Ձեր նույն սենյակը շատ սենյակն էր։ մաքուր էր։ Այդ նույն սենյակն էր, այո, Տիկին Ռոզա, այո։ մենք այո, մանկությունը, պատանեկությունը անցյալը հա փոխել չենք կարող, բայց մենք ինքներս ենք որոշում ինչպես ապրենք ներկայում, մեր կյանքը ինչպիսին լինի Եթե ներկայում։ հասկանանք, իհարկե լավ Դուք կապրենք։ ինչպես եք ձեր առօրյան հետաքրքիր դարձնում։ Ասեմ, ես հարավոտը որ արթնանում եմ, արագ-արագ սենյակը, դե ոնց է լինի, փոքր տեղա թափթփված ինչ որ բան, մաքրում եմ, փոշիներից ազատում ամեն ինչ, խունկը վառում եմ ու գնում եմ բոլորի սենյակներին, սպասում են իրանք։ Ես երեք խունկ չունեի, մտածում էի, գումար էլ չկար մոտս։ Գնացի, ասեցի հետ վերադարձինը կարող ա եկել, գնացի տեսա կար խունկ էլ առա, բան ծածուխ էլ առա, բան բերեցի, ուրախացա, որ առավոտը էլի պետքա գնամ, դուրը որ ծեծում եմ, ուրախանում են, որ գնում եմ։ Ու ամեն մեկին իր ձևով, ամեն մեկին ասում Աստված ձեզ օրհնի, սեր ունենաք, խաղաղություն լինի ձեր հոգիներում, իմ Նաև հոգու ֆիթնեսի չլինի։ եք, չէ, հաճախում։ Ինչպես? Ֆիթնեսի եք Հա, հաճախում։ ֆիթնես էլ եմ գնում։ Այ այսօր այդ օրն էր, ես չգնացի եկա ստեղ, այդտեղ էլ պատահական սկզբունքով եկավ ասեց մեր բժշկուհին, ասեցի չէ, ես տարիքում ինչ գնամ, ամաչում եմ էլի, ասեցի գնամ ֆիթնես, հիմա պետքա ինչ արժում էլ անեմ, ես գիտեմ, որ ինձ նայում են, ես դա գիտեմ, բայց ես ձևացնում եմ, որ չեմ տեսնում։ Ու մտածում լավ ինչ է, ախր ինքան սիրուն աղջիկներ կան, գեղեցիկ կապուտաչիա, չգիտեմ ինչ բան, որ ինձ նայում են, գիտեմ ձեռ են առնում։ Ձեր գեղեցկությունն էլ ոչինչով չի զիջում, հավատացեք։ Շնորհակալ եմ։ Ինձ հետաքրքիր է ինչպես եք կարողացել այդքան բարդ ճանապարհ անցնելուց ունենալուց հետո այսքան բարի ու գեղեցիկ մնալ, չկոտրվել, այո։ Սիրում եմ Աստծուն, վախենում եմ Աստծուց։ Երբ որ ես քայլում էի փողոցով, ինձ թվում էր ինչ որ մեկը ինձ հետևում է, ինչ որ մեկը ծոծրակիս։ Ես չգիտեի դա ով էր, բայց միշտ զգում էի, որ մի բան էր լինում, ասում էի Աստված, ես սիրել եմ Աստծուն, չեմ հասկացել, բայց այդ որ հիվանդոտ երեխա է, մամաս ինձ միշտ եկեղեցի է տարել։ Կարելի է մի փոքր բան պատմել։ Իհարկե։ Բան այն ժամանակ չգիտեմ, ասում են ներ դրեցին, ընկավ Պողոս Պետրոսի եկեղեցին, դա Աբովյանի գեդարկել, թե այդ կողմերն լավ չգիտեմ, մենք գնացինք, մամաս, պապաս մեզ տարավ, պապաս, մենք լավ շուն ունենք, ավճարկա, շատ էի սիրում շուն, ես շանտարիմ ծվեք, գուցե դա է պատճառը, չգիտեմ, մեր շունն էլ էր մեր հետ, ուրեմն մենք գնացինք մամաս սպիտակ կտորից, ոնց որ Վրաստանի դրոշը, կարմիր խաչով, բան, տենց ակաղաղ, չգիտեմ էլի ինչ, տենց գնացինք, 7 տարի պետքա գնար, չգիտեմ քանի տարի գնացին, քանինսը կիսատ մնաց, ուրեմն բանը, մեկ էլ այդտեղ մի այդ մատուռ էր, այդտեղ փորված կար ու գիրք կար։ Պապաս գուցե անհավատ էր, ես չգիտեմ, ես չեմ հիշում, որ ինքը եկեղեցի գնացած լինի։ Բացեց գիրքը կարդաց, հենց շպրտելու պես դրեց։ Դրեց, հետո մենք որ նստեցինք, մեր հարևանուհին էլ էր մեր հետ, էլի մի խոսքով նստեցինք, մեքենան պապաս հետ տվեց, հետ գնաց ու մեր շուն ընկավ մեքենայի տակ։ Իմ ցավը արդեն պատկերացնում եք, իմ լացը հենց թերթիշներիս վրա էր, այնքան լացկան էի, բայց հիմա ինչ էլ անեն, չգիտեմ ինչ պիտի լինի, որ լացանամ, հետո բայց շունը ինքնորեն բարձացավ ու պապաս հետո ասեց, այդ ես եմ եղավոր, որ ես գիրքը տենց արեցի, գուցե դա պատիժ էր։ Երևի դա էր պատճառը, որ ես Աստծուց այդքան վախեցել եմ ու չեմ ուզեցել իրան նեղացնեմ, ոչ թե ես իրանից վախեցել եմ, որ ինձ չի տա ինչ-որ բան, արդեն ինձ ինչ տվել տարել էր, մորս, աչքս, չգիտեմ ինչ, էլ ով ունեի, հորս, հերս կար, իմ հայրը չէր, անեց մենակ վախենում էի, հանկարծ իրան չնեղացնեմ, Աստծուն, մինչև հիմա տենց եմ, առավոտ արթնանում եմ, ասում շնորհակալություն, մեկ մոռանում եմ, ասեմ Տերներ, էլի գուցե մեծությունս է, օգնի որ չմոռանամ,
Հետո տենց բոլորին աղոթելով, բոլորին բարի խոսքեր ասելով, ով ինչի կարիք ունի, մեկը այդ արանքում ասում է այս բանը, ես մի քիչ հետո տանում եմ տալիս եմ, կամ գումար, կամ չգիտեմ ինչ են ուզում, թեկուզ մեկի ջազվան այրվել, մեկը սուրճ ունի, պատահական լսում եմ, պետք չի ինձ ասել, եթե ես գիտեմ այդ կարամ անեմ, այդ վերջը ինձ պետք չի ասել։ Տիկին Ռոզա, մենք նաև երիտասարդ ենք մեր երազանքների շնորհիվ, հա, դուք երազանքներ ունեք դեռ։ Հավատացեք, ես գիտեմ, որ ծեր եմ, բայց ես էլի եմ երազում, այո։ Ինչ երազանքներ ունեք։ Ինչպես։ Ինչ երազանքներ։ Ասենք, հիմա քանի որ ես զգում եմ, որ բոլորը ինձ գտնում են, որ ես գեղեցիկ եմ ու ինձ հավատում են, ճանաչող մարդկանց նկատի ունեմ, թեկուզ անծանոթները հավատում ինձ մոտենում են։ Ես որ առավոտները ես հիշում եմ Զեյթունից էի գնում, Հորստանից դպրոց, մենք որ վեշերը տարանք, մի տարի այնտեղ ապրեցինք, էլի, բալանին խտրեցի, տվեցին, այդտեղ ապրեցինք, հետո վերադարձել, կանգառը լեփլեցուն էր, տարբեր համարներ էին գնում։ Դպրոց էլ կար 44-րդ դպրոցը, ես այդտեղ եմ սովորել։ Այդտեղ չսովորեցի ավելի շուտ։ Որ բանը կանգնած լիքը մարդիկ էին, երեխաները գալիս էին, տատի չես անցկացնի մեզ փողոցը։ Ես ներքուս ուրախանում եմ, երեխաներն էլ են ինձ վստահում։ Ինչ վստահություն եմ ներշնչում մարդկանց մեջ, ես չգիտեմ, վախենում եմ դա կորցնելուց, շատ եմ վախենում։ Դրա համար, եթե փողոցում, չգիտեմ, ինչ մի շատ զզվող մարդ եմ, շատ բանի ձեռ չեմ տա, բայց կարամ այդ վատ բանն էլ անեմ, մենակ հավատը չկորի մարդկանց, որ ես կարող եմ դա անել, էլի, ծերանոցում էլ եմ նույնը։ Իսկ տիկին Ռոզա, կա ինչ-որ բան, որ այս տարիքից հետ նայելով դրա համար զղջում եք, որ չեք արել, ափսոսում եք ինչ-որ բանի համար։ Կա այդպիսի բան։ Տեսեք հիմա ասեմ, ես ոնց որ հասկանում եմ ձեզ, այդ մի կին ունենք, այդ որ իբր ավարտել է, չգիտեմ ինչ, սաղ, ինչքան լավ մարդ է, իրենց բարեկամներն են, ես գիտեմ, որ ինքը ճիշտ չի ասում, բայց ինքը դրանից հաճույք է ստանում։ Ամեն անգամ ասում է, օրինակ իմ հետիկինը 5 երեխա է ունեցել, ամուսինը մահացել է, 5 երեխուն թողել է, գնացել է մի ուրիշ մարդ առել, առանց ոչ մեկին ասելու։ Նա էլ է 5 երեխա ունեցել, այդ հետիս կինը։ Ու ոչ իր երեխեքին է կարում ջոգի, ոչ նրանց, խառը էլի, տենց ապրում է։ Այս հետիս կին, այդ որ Լոմոնոսովում է մտամ սովորել, միշտ ասում է, առե, մի հատ մարդ չկարեցանք առնենք, սա անընդհատ դասում է ինքը։ Ձեզ, հա։ Այդ կինը, որը նա չի ամուսնացել, իր ասելով իմ նման տենց մնացել է անաղարտ, մի քիչ չեմ հավատում, բայց գուցե, դա մարդկային է, էլի, սխալներն էլ մարդու համար է։ Ես այ վախեցել եմ Աստծու մոտ, որ սխալ բան անեմ։ Ես թույլ չեմ տվել ինձ տղամարդ մոտենա, իրանք հերվից, հիմա էլ որ նոր մեկ վարորդը ուզում է չասնել, նիվայով վերեց ինձ մեր վարորդը, ասում է թույլ կտաս թևդ բռնեմ ինչ, ոչ թե վախենում է, որ իմ թևը բռնի, ես եմ ինչ պիտի լինի։ Ուղղակի ինքը, չգիտեմ, ինչ գործ ունեմ իր հետ, բայց եթե պետք կլինի, ես իրան էլ կգրկեմ, սխ բան չկա, դա մարդկային է։ Բայց ինձ այնքան ես անհամեստ չէ, խնդրում ես մենակ մենք իմանանք։ Կարող աստեղ 3 տղամարդ լինի, 4-ն էլ ինձ, ես իրանց 4-ին է դուր գամ, սենց ասեմ, պակաս չի եղել, բայց ես ինձ արժանի չեմ համարել, աչքս չի տեսնում, մարդիկ գուցե մտածեն, որ ես փոշմանել եմ, որ չեմ ամուսնացել, բոլորովին, ոչ սիրելու, ես պլատոնական սեր մի քիչ ունեցել եմ, բայց հետո հասկացել եմ, որ դա այն մարդը չի, էլի, շատ վատ թերություն եմ նկատել ու միայն նայում էի ու հերիք էր, որ ինքը չկար, արդեն աշխարհը գլխիս մտնում էր, դա շատ խորն եմ զգացել, բայց չեմ փոշմանել, ոչ մի բանից, ինչ կա էլի Աստծու տված կյանք հասա, այդպես գիտեմ։ Տիկին Ռոզա, դուք սիրել եք, սիրով ապրել եք, այսօր էլ ձեր շուրջ բոլորին սեր եք տալիս, ես մեծ հույս ունեմ եւ վստահ եմ, որ ձեր սերը երբեք չի պակասի, ապրեք ձեր սիրո մեջ, տարածեք ձեր սերը, թող ամեն ինչ լավ լինի ձեր կյանքում, շնորհակալ եմ այս անկեղծ զրույցի համար։ Շնորհակալություն ես եւս, Աստված օրհնի ձեզ, իրողությունից անպակաս չանի, այո, իմ աշխարհը, ես ամեն օր ասում Աստված ջան, եթե լինեմ մատաղ ու ինչ-որ բան կփրկեմ իմ ժողովրդի համար, արեք այդ, իրա ձեռն է, իմ ձեռը չի, չեմ ափսոսի, այս պահին էլ չլինեմ արդեն, չեմ ափսոսի, որ չեմ լինելու, որովհետև կորցնելու բան չունեմ, փայփայելու բան չունեմ, ոչ մի բան չունեմ, բացի Աստծուց եւ այս սերը, շատ սեր կա մեջս, լիքը բոլորին տալու, խնդրեմ,
մարդկային ջերմ քրոջ, կնոջ, չգիտեմ, այտենց, բայց դե չգիտեմ, ինչ որ լինելու էր եղավ էլի։ Շնորհակալ եմ շատ։ Ես Լավ եմ եղեք։ շնորհակալ, առողջ ծերանակ։ Շնորհակալություն։